բաց եք բանակցությունների համար եւ եթե ովքեր ուզում են, ապա կարող են ձեզ այցելել բանակցել, որտեղ դուք գնալու որևէ տեղ ցանկություն չունեք։ Որևէ մեկը ձեզ այցելեց այս նախընտրական բանակցությունների հարցով։ Այո։ Որոշներ եւ Այդ դրա մասին չեմ ասում։ Պարոն նախագահ, որոշում արդեն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ոչ, դեռևս չունենք եւ դա զարմանալի չի, որտեղ առաջին հայացքից հեշտ բան է, էլի մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ որ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկուություն կա։ Պայքարել մի քանի մանդատների համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ, նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել։ Այդ բանակցություններից է ներընդդիմադիր շրջանակների մասին խոսեցիք։ Մեկ վարքյան։ Ուղղակի չստացա հարցի պատասխանը։ Ներընդդիմադիր շրջանակների մասին խոսեցիք, ներընդդիմադիր պայքարի, տեսնում ենք, որ վերջին շրջանում դարձյալ այսպես փոխհրաձգությունը ակտիվացել է հատկապես երկրորդ նախագահի եւ ձեր թիմի միջև, ինչով եք սա պայմանավորում։ Ես չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը հաստատվել է։ Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են եւ մենք այդտեղ որևէ խնդիր չունենք։ Բոլոր նրանք, ովքեր դիփորձեն, ես նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր դիփորձեն մեր հաշվին աչուկ հավաքել, իբր մեր շանսերը նվազացնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն, որևէ կոմպլեքս չունենք։ Պարոն Սարգսյան, ո՞րն է ճշմարտությունը, պարոն նախագահ։ Բայց դուք ուշադիր չեք լսում իմ ասածը։ Չէ, չլսեցի։ Ես կոնկրետ բան չասեցի, չէ, կոնկրետ քննադատություն չասեցի։ Այս պարագային ո՞րն է։ Այդ պարագայում ինչ զրպարտություն լինի, այդ զրպարտության պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով։